այնքան չեմ մտածում սոցցանցերի մասին ինչքան ընդունված է, հա, մտածել, որովհետև տեսնում եմ, որ այս երիտասարդները, բադայները իսկապես շատ խելացի են, շատ լավ հասկանում են այնտեղ ինչ է կատարվում։ Ձեր կարծիքով AI-ը այս պայդրությամբ overhyped է, շատ ենք արդյոք AI-ի մասին խոսում ու իր մասին խոսալն ու մարքեթինգը ավելի շատ է, քան իրականությունը, թե ռեալ ինքը տեխնոլոգիա է, printing press-ի նման, որը փոխեց աշխարհը։ Արդեն հիմա շատ կարևոր է հետաքրքրված լինելը, բրբտելը, փորձելը եւ այլն, եթե չունես, արդեն AI-ը չես մրցակցի։ Դու ոնց որ ժամանակ չես ունենալու տարիներ շարունակ այդ ծրագիրը ստեղծես, կրթական ծրագրի մասին է խոսքը, որտեղ մինչև դու դա ստեղծես, մտցնես դպրոցներ կամ համալսարաններ, դա արդեն շատ հին է։ Առանց ուզելու ապացուցել ենք, որ իսկապես հնարավոր է շատ մեծ չանկեր ակնկալել սովորելու հանդեպ սեր ակնկալել ուսանողների կողմից, երիտասարդների, առանց մրցակցության, առանց բաժելու, առանց գնահատականի։ Բարև ձեզ։ Այսօր մեր ոդկասթի հյուրն է Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը։ Բեկորի զրուցել ենք նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, թե ինչպես է արհեստական բանականությունը փոխում կրթական process-ները, ինչ նոր փոփոխություններ է Թումոյում սպասվում արհեստական բանականության հետ կապված, երիտասարդների, խոսել ենք նաև արդյոք նոր սերունդը ունի ֆոկուսի խնդիր եւ արդյոք սոցիալական ցանցերը դրական թե բացասական ազդեցություն ունեն նրանց վրա։ Նենց որ ոդկասթը նայեք մինչև վերջ, սեղմեք լայք կոճակը եւ եթե հավանում եք այն ինչ որ մենք անում ենք, մեր ոդկասթին ֆինանսապես կարող եք աջակցել Patreon-ի միջոցով։ Շատ շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր դա արդեն անում են։ Գիտելիքը ուժ է, հատկապես երբ խոսքը վերաբերվում է ձեր կենսաթոշակային խնայողություններին։ Ամունդի Ագբան կարևորում է թափանցիկ տեղեկատվության հասանելիությունը, որpիսի դուք հասկանաք, թե ինչպես են կառավարվում ձեր կենսաթոշակային ֆոնդերը։ Այդ իսկ պատճառով թափանցիկությունը ու իրազեկ ներդրող կրթելը իրենց առաքելության մի մասն է։ Այցելեք amundi.agba.am տեսնելով ամեն ինչ նրանց հավասարակշռված, պահպանողական եւ կայուն եկամուտային ֆոնդերի ներդրումների մասին։ Մանրամասն բաշխվածություններով ըստ ոլորտի, տարածաշրջանի, արժույթի եւ վարկանիշի։ Նրանք հրապարակում են եռամսյակային հաշվետվություններ եւ ամսական տեղեկատվական թերթիկներ շուկայական տեղաշարժերի մասին ֆոնդերի կառավարիչների փորձագիտական մեկնաբանությամբ։ Համեմատեք 3 ֆոնդերը նախքան ընտրելը։ Վերահսկեք ձեր ֆինանսական ապագան պարզ, ազնիվ տեղեկատվությամբ։ Իմացեք ավելին amundi.agba.am կայքում։ Գնացինք։ Բեկոր ջան, ո՞նց եք։ Լավ, մերսի։ Ձեր հետ ուզում եմ մի հատ կարևոր թեմայի մասին խոսամ, որ ինձ թվում է այսօր շատերն են քննարկում, բայց հլա դեռ լավ չենք հասկանում այդ ինչի է բերելու այդ արհեստական բանականության դերը կրթությունում, որտեղ մի կողմից ոնց որ քո ձեռի տակ դու ունես աշխարհի լրիվ գիտելիքը ու դու կարաս արհեստական բանականության օգնությամբ հարցեր տալով գիտելիք ձեռք բերես սովորես, մյուս կողմից արդեն ոնց որ ուսումնասիրություններ կան, որ այն մարդիկ, որ շատ են օգտագործում արհեստական բանականության, կոգնիտիվ առումով կարան հետ գնան, էլի, այսինքն ուղեղի վրա կարա նաև բացասական ազդեցություն ունենալ։ Այո, ուսումնասիրությունները իհարկե դեռ մի քիչ շուտ է հասկանալով, որ ինչքանով են վստահելի, բայց վտանգը շատ մեծ է արհեստական բանականության մի քանի առումով, մեկը որ դպրոցին շատ է խանգարում, այսինքն դնային աշխատանքների ինստիտուտը թեստավորումը եւ այլն արդեն չի գալի դրա վրա վստահել, հենվել եւ ամբողջ ուսումնական process-ը պետք է փոխել եւ ուսուցիչները դժվարանում են դասարանում հասկանալ ոնց պիտի այդ կարգավորեն։ Հա։ Այդ մեկ իսկ երկրորդ իհարկե աշխատանքային շուկան շատ մեծ փոփոխության է ենթարկվում։ Ինչ առումով։ Այսինքն գիտեք միշտ ասում են, որ լսած կլինեք, որ AI-ը արհեստական բանականությունը չի խլելու քո աշխատանքը, այլ մի այլ մասնակետ, որը շատ լավ դիրապետում է։ Այդ մասամբ ճիշտ է իհարկե, բայց նաև միաժամանակ շատ մեծ թվով աշխատատեղեր արդեն գրճատվելու են, արդեն տեսնում եք գրճատվում են։ Հա։ Եվ այդ անցումը կատարելը դժվար է լինելու։ Ճիշտ է, վերջում լավ է լինելու,
բոլորս ավելի քիչ ենք աշխատելու, ավելի շատ փող ենք աշխատելու, բայց այդ կլինի մի քանի դասնամյակից մինչ այդ շատ դժվար տարիներ են լինում։ Այսինքն հիմա այտենց դժվար փուլ ենք մտնում, որտեղ շատ մարդիկ կարան իրենց աշխատանքը կորցնեն, շատ ուսանողներ թեր կրթություն ստանան, քանի որ տնայինները բոլորը AI միջոցով են անելու ու այս փուլը, որ ձևափոխվում է ընդհանուր շուկան, մի 30 տարի կարա տևի, հա։ Ինձ թվում է, այո, եւ բայց միաժամանակ մենք օրինակ Թումոյի դեսանգունից գտնում ենք, որ շատ մեծ արիթ է։ Այդ նույն ասացվածքը, որ այդ մասնակետն եք ու աշխատանք խրում, մենք ասում ենք, չէ, մի հատ 16 տարեկան Հայաստանից պատանի է խլելու քո աշխատանքը, որտեվ ուզում եք, որ մեր երիտասարդները, մեր պատանիները շատ իսկապես էքսպերտներ լինեն AI-ի, ոչ թե անպայման ծրագրավորման առումով միայն, այլ նաև որպես օգտագործողներ, օգտատերեր, եւ Թումոյում այդ ուղղությամբ ենք աշխատում։ Նոր ծրագիր է ներդրվելու։ Այո, հոկտեմբերի 1-ից, այսինքն մի քանի օրից կսկսի ծրագիրը։ Մենք ունենք 14 ոլորտներ, այդ ոլորտներից մեկը արդեն արհեստական բանականությունն է։ Հա։ Վաղուց մենք զբաղվում ենք արհեստական բանականությամբ, ունենք աշխատարաններ, վարժանքներ եւ այլն, բայց հիմա մասշտաբը շատ մեծացնում ենք։ Այսինքն եթե առաջ մի 10-15%-ին էր թումոցիների հասանելի, հիմա պիտի լինի 80-90%-ին հասանելի արհեստական բանականության այդ ոլորտը։ Իսկ ո՞նց եք դա ուսումնասիրել, ո՞նց են ուսանողները հասկանալու, ո՞նց օգտվեն, ինչից օգտվեն, մի քիչ կպատնեք ծրագրի մասին։ Այո։ Ինչպես միշտ մենք շատ արդեն ամիսներ աշխատում ենք, ստեղծում ենք ինքնուսուցման ծրագրեր եւ աշխատարաններ։ Աշխատարաններում շատ հավես, բայց միաժամանակ շատ challenging, հա, առաջադրանքներ են տրվում։ Օրինակ համար ստեղծել հերոսներ իրանց վիդեոներով, իրանց երաժշտությամբ, իրանց քրականությամբ եւ այլն, եւ հետո ստեղծել, ծրագրավորել ագենտներ, AI կորձակալներ, աբոկորձակալներ, որոնք ներկայացնում են այդ հերոսը եւ մեկը մյուսին հետ միացულվում է եւ այլն։ Այդպիսի շատ բարդ, բայց միաժամանակ բադայներ համար շատ արկիր առաջադրանքներ են ստեղծել։ Այսինքն արդեն AI-ով իրանք կարողանում են համ ագենտներ ստեղծեն, համ երաժշտություն ստեղծեն, համ կերպարներ ստեղծեն, համ էլ ծրագրավորել AI-ով։ Այսօր բիզնեսի ամենաթանկ արժույթը տվյալներն են։ Իսկ դրանց անվտանգությունը սկսվում է հուսալի տվյալների կենտրոնից։ Մեր ոդկասթի գործընկեր Arc Group ընկերությունը նախագծում եւ կառուցում է տվյալների կենտրոններ, համաձայն միջազգային ստանդարտների, ապահովելով անխափան աշխատանք, բարձր անվտանգություն եւ ինժեներական ճշգրտություն։ Arc Group-ը կկառուցի ձեր թվային ակտիվների ամրոցը։ Եթե դուք ներդրում եք կատարում ձեր տվյալների կառավարման մեջ, դուք ներդրում եք կատարում ձեր բիզնեսի ապագայի մեջ։ Arc Group, հիմքը վստահություն է, ապագան տվյալներ։ Իսկ ինչ ծրագրեր եք օգտագործելու։ Բազմաթիվ, բայց մենք մեր համատրումն ենք արել, այսինքն մենք ուղղակիորեն իրենց հասանելի չենք դարձնում օրինակ ChatGPT-ին կամ Claude-ը կամ Gemini-ը, այլ ֆիլտրում ենք։ Մենք մեր համագարկն ենք ստեղծել, որը back-end-ում ինքն է խոսում այս բոլորի հետ։ Հա։ Որ երեք խնդիր լուծում։ Մեկը շատ ավելի էժան է լինում, այսինքն մասշտաբային կարող ենք դա անել առանց մեծակույն գումարներ ծախսելու։ Երկրորդ շատ ավելի մենք կոնտրոլ ենք ունենում, այսինքն ուղակի իրանց access տալը միգուցե ճիշտ չի լինի, որտեղ վստահելի չեն այդքան։ Հա։ Բայց մենք կարող ենք ֆիլտրել եւ երրորդը որ բազմազանություն է ապահովում։ Այսինքն մենք պարտավոր չենք կամ ChatGPT-ով աշխատել, կամ Midjourney-ով եւ այլն, այլ խառնում ենք իրար ըստ մեր գարիքների։ Ճիշտ եմ հասկանում, ասենք ստացել եք ինտերֆեյս, որտեղ երեխեք իրանց պրոմպտերը գրում են, ինչ են ուզում ստանան, ու ծրագիրը որոշում է ըստ պրոմպտի ուր ուղարկի կամ Gemini կամ Midjourney կամ Այո, ավելին ասեմ, ստեղծել ենք մի հատ շատ արկիր համագարկ, որտեղ այդ դասավանդումը, որ շատերը անում են tutor-ներով, այսինքն AB ուսուցիչներ են ստեղծում, մենք ուրիշ բան ենք արել, ստեղծել ենք AB դասընկեր համադասարանցի։ Եվ այդ առաջադրանքը, որ տալիս ենք քեզ, միաժամանակ քո գողքը նստած, ասենք, արհեստական դասարանցի։ Արհեստական դասընկերը նույն առաջադրանքն է կատարում։ Հա։ Դա մեզ տալիս է շատ արկիր առավելություններ։ Մեկը որ
Հենց որ մի բան տեսանք, որ սովորեցիր, ասենք այդ ծրագիրը ճիշտ գրեցիր կամ գծակիրը ճիշտ արեցիր, քո 10-ը սխալ է անում։ Դիտումնավոր ցեղով։ Եվ արի թե տալիս քեզ, որ իրան օգնես։ Եվ մենք կգադենք, որ այդ արդեն նոր սովորած այդ կոնցեպտը, որ հիմա գերարում ես, որովհետեւ դու ինքդ սովորացնես ուրիշին։ Շատ էֆեկտիվ է։ Չափազանց էֆեկտիվ։ Իսկ դա տեղ վտանգ չկա, որ երեխեքը կսկսեն արհեստական բանականության հետ ավելի լավ հարաբերություններ ունենան, ընկերանան, քան իրական մարդկանց հետ։ Նախ ասեմ, այդ վտանգը շատ լուրջ վտանգ է։ Իմ համար դա ամենամտահոգիչ ասպեկտներից է։ Մեր դեպքում այդ 10-րդ գործունեությունը շատ սահմանափակ է, շատ մասնակիտական։ Ինքը ծրագրավորում է խոսալու քո հետ կամ graphic design-ից եւ եթե սկսես ծավալվել եւ հիմնական աշխատանք վարել ենք տայր, ինքը քեզ հետապերում։ Ասում է, չէ, ֆուտբոլից հետո խոսաս, հիմա արի ես անենք, այսինքն ինքը քո ընկերը չի այդ իմաստով։ Եվ նույնիսկ եթե իրան հարցնես օրինակի համար, իսկ դու ինչ, ասենք, ոլորտ ես հավանում, չի պատասխանում, ասում է, ես AI եմ։ Դա չի տակցում։ Հատուկ սահմանափակվել է։ Այո։ Որովհետև հիմա որ նայում ես, արդեն շատ ստարտափներ կան, նույն Meta-ն, Facebook-ը դրա մասին խոսում է ու արդեն տենց chat-bot-եր ունի, որ քո համար արհեստական ընկեր են ստեղծում։ Այո։ Ու մյուս կողմից է այդ մենակության հիվանդությունը կարելի ասել ամբողջ աշխարհում տարածվում է, որ մարդիկ միայնակ են իրենց զգում։ Ու դրա վրա հիմա մարդիկ փորձում են բիզնես անել, որ քո համար ստեղծեն արհեստական ընկեր, ով որ քո հետ կշփվի ու ոնց է բիզնես մոդելը աշխատելու, ինչ որ բան կծախի։ Այո, եւ նաեւ իսկապես կառանցնացնի երդասարտներին, որովհետեւ այնքան հաճելի է այդ շփվել, այնքան քեզ լավ բաներ է ասում, կովում է եւ այլն, որ չէ, այդ լուրջ վտանգ է եւ մենք հիմա հասկանում ենք, որ մեծ մարտահրավերը մեր դաստիարակչական ուսումնական հետևյալն է, որ մեր բադաները սպառող չդառնան AI-ի, այլ իրանք AI-ը դիրապետեն, որովհետեւ գաղունան իրանք ծրագրերը, իրանք նպատակներին հասնել, որտեղ շատ հզոր գործիք է։ Բայց հագարակ իմպուլսն է կնում։ Այս մեծ կազմակերպությունները ուզում են մեզ սպառողի կարգավիճակում տեսնել։ Որ AI-ը մեր համար ոչ թե տենց ստեղծագործելու, նորը ստեղծելու գործիք լինի, այլ սպառենք հետը ինչ որ։ Որը բիզնես տեսանկյունից նրանց համար դրամապանական է, բայց դեպի բարոյական եւ այլ խնդիրներով։ Բայց վերջի վերջո այդ ընկերությունները կան նրա համար, որ իրենց եկամուտները ավելի շատացնեն, ավելի շատ յուզերներ օգտվեն ու ավելի երկար ժամանակով դրա համար իրենք դες բարոյականի առաջ շատ չեն կանգնում։ Այո։ Դրա համար երևի կարևոր է որ դպրոցներում կամ Թումոյի նման ծրագրերում մարդիկ հատկապես նոր սերունդը շատ լավ տիրապետի այդ AI-ին ու նաև հասկանա ռիսկերը, որտեվ ոնց որ խոսացինք կարա ինքը քեզ նենց մանիպուլացնի, որ իրոք թվա որ ինքը քո ընկերն է։ Այո։ Իսկ եթե հասկանում ես ինքը ոնց է աշխատում, դու ինքդ սարքել ես այնպիսի AI, որը այդ նույն ֆունկցիաները ունի, դու արդեն շատ լավ հասկանում ես այնտեղ որտեղ պետք է վստահել, որտեղ ոչ, որտեղ պետք չէ խաբվել եւ այլն։ Եվ իրականում մենք դա ենք անում, փորձում ենք արդեն երկրորդ մագարտակի վարժակ բանի դասընթացների AI training սովորացնել, այսինքն իրանք վերցնում են մի հատ հում, ասենք AI մոդել եւ իրան սովորացնում են։ Եվ այդ սովորացուցիչը իրանք հասկանում են ինչքան հեշտ է մանիպուլացնել, ինչքան ասենք AI-ի բահվածքը գախված է իր training data-ից, այսինքն ուղղակիորեն այստեղ տեսնելու են այդ կապը։ Եվ շատ դժվար է նրանց խաբել արդեն, որտեղ հասկանում են ոնց է աշխատում։ Իսկ ձեր կարծիքով մոտակա 5-10 տարվա մեջ AI ինչ ուղղությամբ կգնա։ Հետարքիր է, ինձ թվում է մեկ կողմից շատ ավելի հմտանալու է, շատ ավելի հզոր է լինելու, քան ինչ որ այսօր ունենք, բայց մյուս կողմից մասնակիտական ոլորտներ է տապանցելու, ընդ որում գրթությունը։ Հիմա AI-ի համակարգերը, որ ստեղծում են, շատ ընդհանրական են,
բացի մի քանի ուղղություններով, օրինակ ծրագրավորման մեջ շատ ավելի խորացած եւ մասնակիտական հատուկ տրեյնինգով AI-ներ կան։ Ես համոզված եմ, որ գրթության ոլորտ եւ այլ ոլորտներ են մտնելու իրավաբանական, բժշկական եւ այլն եւ շատ ավելի մասնակիցանալու են AI-ները, ասում են general artificial intelligence, specialized artificial intelligence-ի, այսինքն մասնակցած արհեստական բանականության դարիներ են գալու, ինձ թվում է։ Հա, այս վերջերս այդ թեմայով ընկերոջս հետ ենք խոսում, մի հատ article գրեցի, շուտով Fast Company-ի մեծ article-ը բան կլինի, դուրս կգա, հաստատել են, որ հավանել են նրա մասին էր, որ Google-ի դոմինանսը, որ այսօր միակ կարելի ասել ամենաշատ օգտագործվող search engine-ն է, բոլորը Google են օգտագործում, բայց իմ կարծիքով AI-ը բերելու է նրան, այդ ձեր ասած մտքի շարունակությունն է, որ հայտնվելու են շատ specialized search engine-ներ, որտեղ դու գնալու ես կոնկրետ ինֆորմացիա փնտրելու, որտեղ Google-ը քեզ հիմա տալիս է տարբեր ինֆորմացիաներ, այնտեղ տարբեր ընկերություններ կարողանում են լավ մանիպուլյացնեն ալգորիթմը, որ իրանց ինֆորմացիան առաջի էջում հայտնվի, հիմա կհայտնվեն առանձին search engine-ներ AI-ի օգնությամբ ու շատ ունենալով շատ սպეციფიկ data, ինչ որ օրինակ, չգիտեմ, ֆինանսների մասին, բժշկության մասին, ու եթե բժիշկ ես, դու մտնելու ես ոչ թե Google-ում post տաս, այլ այդ բժշկությանը նվիրված հատուկ search engine-ին, որը այդ ոլորտը շատ ավելի լավ է հասկանում, քան Google-ը, ու արդեն ելնելու է ոչ թե մի հատ dominant search engine, այլ ելնելու է տարբեր ոնց որ սիստեմաներ, որտեղ կախված ինչ ինֆորմացիա ես դու փնտրում, կգնաս ուրիշ սիստեմայից կօգտվես։ Այո, համաձայն եմ, չնայած հիմա նաև տենդենս կա routing-ի, այսինքն մոդելները, որոնք իրանք հասկանում են իրանց հերթին, որ մասնակցած ենթա մոդելին են ուղարկելու եւ կարող է մեր արիք չդրվի, մենք որոշենք, որ մեկին դիմել, այլ հա, այլ մոդել ընտրի դու որտեղ գնաս։ Այո, չի բացառում։ Հա, զուտ կախված է նրանից, արդյոք այդ մեծ ընկերությունները ունեն այդ դատան, որի վրա իրանք կարող ունենան սպეციფიկ այդ search engine։ Այո։ Search engine ոնց հայերեն կարելի ասել։ Որոնման Google։ Ամեն օր մենք օգտվում ենք տարբեր on-line հարթակներից։ Մի քանի անգամ մուտք ենք գործում մեր բջջային հավելվածները, կատարում գործարքներ։ Այժմ ամեն գործարք դարձել է առավել անվտանգ եւ արագ eMID-ի հետ։ eMID-ով դուք կարող եք գրանցվել եւ դառնալ հաճախորդ մի շարք հաստատություններում ընդամենը մեկ հպումով, առանց երկար հերթերում սպասելու։ Կարող եք մուտք գործել տարբեր հարթակներ առանց մուտքանունների եւ գաղտնաբառերի։ Առավել հեշտ եւ անվտանգ։ Վայրկյանների ընթացքում հաստատել եւ կատարել գործարքներ, ստորագրել փաստաթղթեր ձեր իսկ սմարթֆոնով լիարժեք իրավական ուժով։ Ձեռք բերեք ձեր eMID-ին ձեզ սպասարկող բջջային օպերատորի մասնաճյուղերից։ eMID ձեր թվային համաբանալին։ Մանրամասների համար սկանավորեք QR կոդը էկրանին կամ այցելեք emid.am վեբկայք։ Մեկ-մեկ շատ դժվար ալնում այդ տերմինները թարգմանել, որովհետև կամ չգիտենք, կամ չկա հայերեն տարբերակը։ Այդ արկերը մենք այդ ասեցի AI 10-ն ենք ստեղծել, լուրջ տերմինների խնդիրը չեն գտնել։ Լավ հայերեն խոսում է։ Հա։ Ընդ որում բանավոր նաև, այսինքն կարող ես փոխանակ դպելու, կարող ես իր հետ խոսալ բանավոր։ Եվ պատասխանում է բանավոր։ Սկիզբը շատ դերասանական sense ցայնով էր խոսում, հիմա 11 Labs-ի եւ այլ ծրագրերի training արեցինք եւ կարողացանք ստանալ նորմալ բադանու խոսակցություն, բայց տերմինները չի դրա պետում։ Դա։ Ասենք prompt պիտի ասի, չգիտի ոնց ասի։ Դե prompt-ը մենք էլ չգիտենք ոնց ասենք։ Հիմա մենք սարքում ենք բաներ, բառարան, հա, որից օգտվում է մեր հայախոս AI-ը։ Հա։ Այսինքն բառերի հայերեն թարգմանությունն եք տալիս։ Այո։ Հա, հայերենից ամենալավը երևի բանն է տիրապետում AI-ներից Claude-ը։ Այո, չնայած ամսից ամիս փոխվում է, գիտես։ Հա։ Մի ամիս առաջ Claude-ների հիմա վստահ չեմ արդեն միշտ փոխվում է։ Չնայած ChatGPT-ն է ահագին լավացես վերջերս, Google-ինն էլ է շատ լավը։
Google-ի էս վերջի բանը, այդ nano banana-ն, այդ editing tool-ը։ Այդ հայերեն ժարգոնով ասած խզարել է։ Մենք արդեն օգտագործում ենք, այդ որ ասի որ մեր chat-ը դինամիկով որոշում է, որ մեկին դիմել, վերջերս nano banana-ի անցանք բանի համար։ Midjourney-ից անցավ Google-ի։ Այո։ Մի քանի օր առաջ դիզայներ ընկերոջս հետ է խոսում, ասում nano banana-ից հետո համարյա դիզայն չեմ անում։ Ձեռով էլի։ Լուրջ։ Հա։ Ասում մինչև այսօր տենց tool չկար, որ իմ ձեռով արածը ես կանայի իր միջոցով անեի։ Ասում Google-ի nano banana-ն արդեն այնքան լավն է, որ շատ բաներ էլ ձեռքով չի անում։ Գրում ասում սենց արա։ Հետաքրքիրը հենց այդ է, մի կողմից շատ մեծ հնարավորություններ է բացում, օրինակ ընկերս մի քանի օր առաջ մի հատ հայ աղջկա ցույց տվեց Instagram-ում, որ AI artist է, այո, ու 2 տարվա մեջ ինքը համաշխարհային հայտնի դեմք է դառել, ու շատ լուրջ բրենդերի հետ է հիմա աշխատում։ Հա, ճանաչում եմ։ Հա, անունը հիմա չեմ հիշի, բայց ու տենց շատ զարմացա, ուրախացա, մյուս ասինքն շատ մարկանց ինքը հնարավորություն է տալի ստեղծագործել, որ մինչև այդ մարդիկ չունեն այդ հնարավորությունը։ Բայց մյուս կողմից է արտիստները ասում են, այդ արվում է իրանց աշխատանքների գողանալու հաշվին, ասինքն այդ ալգորիթմները սովորում են ուրիշ արտիստների աշխատանքի հիման վրա, ու այդ արտիստները դրա համար չեն վճարվում։ Այո։ Այդ անցումային խնդիրն է, նաև եթե արդեն արտիստները շահագրգռված չլինեն նոր աշխատանքներ ստեղծելով, որովհետև գողացվելու են, training-ի նաև data-ն է կչանալու, այսինքն այս մի անգամյա արիթ է, եւ հստակ չէ որ կարելի է training-ը ստանալ հենց AI-ի կողմից ստեղծած պատկերների վրա օրինակի համար։ Ասինքն դա սինթետիկ դատայի մասին է խոսքը։ Սինթետիկ դատայի վրա training-ը որոշ չափով ստացվում է, բայց երկարաժամկետ կարող է խնդրի առաջ կանգնել։ Հետաքրքիր է։ Բայց մեծ արիտներ է բացում AI-ը, ինչ-որ մասնավորապես Հայաստանի նման երկրի համար։ Հա, միանշանակ, բայց հիմա շատ դժվար է ասել այդ ամեն ինչ ուղղությամբ։ Օրինակ ես իմ ամենօրյա աշխատանքի մեջ երևի 2 անգամ ավելի պրոդուկտիվ եմ դառել, որովհետև շատ ֆունկցիաներ արդեն AI-ի միջոցով եմ անում ու շատ ավելի արագ։ Բոլորս, այո։ Բայց դա մյուս կողմից է նշանակում, որ այն 2 աշխատակցին, որ պետք է վերցնեինք մեր թիմ, չեն վերցրել։ Այո, դրա համար մենք շատ շտաբում ենք, որ այս պատանիներին մինչև հասցնեն համալսարան ավարտել եւ այլն, նենթանեք որ իրանք չլինեն աշխատանք գործնողները, թումոցիներ եւ ընդհանրապես հայ պատանիները կարողանան այդ սերունդը լինեն, որ ինքնադերաբեդում AI կորձիկները, եւ որովհետեւ փոքր երկիր ենք, կարելի է երազել, որ բոլոր հայ հաջորդ սերունդի, ասենք, պրոֆեսիոնալները բոլորներ հաջողակ կլինեն։ Նաև մի հատ հետաքրքիր բան կա, որ մենք միշտ տարաբեր ենք, որ քիչ մարդ ունենք։ Այդ խնդրից, չէ՞։ Հա։ Բայց եթե մի 200,000 AI կոդրամատչան տակ է, որպես աշխատողներ, արդեն այդ մրցակցային արավերությունը, որ ասենք Թայլանդը կամ Եգիպտոս ուներ, որտեղ շատ մարդ ունեն, կարող է վերանա եւ կարող է մեզ համար մեզ արից ստեղծի դա Հայաստանի համար։ Հա, շատ հնարավոր է այդ թեմայով խոսել ենք ու այդ Firebird-ի AI data center-ը սարքում են, հենց Revi ու Ալիկի հետ էինք խոսում, իրանք էլ են այդ կետը նշում, որ կարամրցակցային առավելություն լինի, որովհետև մենք արդեն եթե ունենք այդ համակարգչային հզորությունը, նշանակում է ունենք միլիոնավոր աշխատակիցներ։ Բայց մյուս կողմից օրինակ գիտեք ինչ հետաքրքիր բան կա, որ բաներ կա, որ մինչև ճիշտ միջավայրում դու չես ելնում ու որոշ ճանապարհ չես անցնում, այդ մանրուքները չես տեսնում։ Ու հարցը արդյոք մենք տեսնում ենք ոլորտների փոքր մանրուքները, որը կարանք օգտագործենք որպես մեզ մրցակցային առավելություն։ Օրինակ վերացական չլինի, օրինակ եթե սիլիկոնային հովտում ես, քո միջավայրը այդ ինովացիայով զբաղվող մարդիկ են, դուք ունեք ինչ-որ գիտելիք, որ այդ շրջապատից դուրս ոչ մեկ չունի, կամ փորձառություն, experience։
ու կապ չունի դու ինչքան AI ունես կամ ինչքան աշխատակից ունես, եթե այդ փորձառությունը ու գիտելիքը չունես, դու մեկա չես կարողանալու իրանց հետ մրցակցես։ Այո, բայց շատ նեղ ոլորտներում այդ իրականությունը արկա է, այսինքն մեծ մասը ոլորտների եւ պրոֆեսիոնալների այդ խնդիրը չունեն, այսինքն իրանց գիտելիքները բավականին հասանելի են։ Ճիշտ է, ամենամասնակիտական Silicon Valley այդ AI-ի վրա աշխատող մասնակիցները արդեն փակ քաղտնի աշխարհ է իրանց մոտ ձևավորել, բայց դրանից բացի շատ մեծ ծավալ կա հնարավոր աշխատանքների, բիզնեսների, ստարտափերի հնարավորությունների եւ այլն, որ պետք է անպայման օգտվել AI-ից այդ, ասենք, տապանցելու համար այդ ոլորտները։ Ասես կողմից եթե մենք կարողանում ենք օգտվենք այն մարդիկ, որ դա ստեղծել են ու պլյուս մնացած ազգերն էլ դրանից կարողանում են լավ օգտվեն։ Այո, բայց տեսեք, հիմա մտել ենք մի շրջան, որտեղ պետք է անընդհատ զարգանալ, սովորել, ուսումնասիրել, որտեղ այնքան արագ է փոխվում, որ արդեն սովորեցի, հիմա գիրառելու եմ այդ պահը անցած է։ Անընդհատ պիտի սովորես։ Միշտ մենք հիմա որ Թումոյում ստեղծում էինք պլաներ, հա, ուսումնական պլաներ, բովանդակություն ուսումնական եւ այլն, ել չենք ստեղծում։ Հիմա փորձում ենք կիրառել մեթոդներ, որոնք ամեն ամիս պիտի արդատրեն վերանայված բովանդակություն։ Այսինքն արդեն փաստաթղթեր չենք ստեղծում, ստեղծում ենք մեթոդներ սովորելու եւ սովորացնելու եւ հայտնաբերելու, հետ չմնալու։ Ասիկ կոպիտ ասած կոնկրետ սկրիպտ չունեք, այլ ունեք process-ներ, որ այդ process-ների արդյունքում այս սկրիպտերը անընդհատ կարող փոխվեն։ Այո, կամ գալիս է սկրիպտը արդեն process-ի մասին է եւ ոչ թե բովանդակության։ Հա։ Շատ հետաքրքիր փոփոխություն է անում։ Հա, շատ հետաքրքիր։ Մի քիչ կմոռանացնեք այդ ոնց է, դժվարացրել է աշխատանքը։ Դժվարացել է մի քիչ ավելի, որտեղ ոնց հասկանում եմ, շատ բիզնեսները պետք է սկսեն տենց աշխատեն, որտեղ են առաջվա այն քո հատորներով procedure-ները, այդ process-ները, որ այս աշխատողը պետք է սենց անի սրա դեպքում, շատ արագ փոխվում է։ Այո, իսկապես։ Այո, այդ հմտությունները, որ մենք փորձում ենք մեր ուսանողներին սովորացնել, որ ինքնուրույն սովորելը, մանկալը նորությունները, չվախենալը տեխնոլոգիայից եւ այլն, մենք ինքներս հիմա սովորում ենք։ Հաճելի է, ճիշտ է, դժվար է եւ ասենք մի քիչ ստրեսային գոմ ունի։ Բայց որ սկսում ես այդ process-ի մեջ մտնել, համեստորեն, անպայման համեստ պետք է լինեն, որ կարևոր կետ է։ Կարևոր է, մի քիչ դժվարանում ենք մենք համեստին Հայաստանում։ Շատ դարքի նոր sense մտածելակերպ է մտնում եւ միակ ծևն է վերապրել ինձ թվում է այս պրոֆեսիոնալ աշխարհի մեջ։ Հա։ Ու նաեւ գիտեք խնդիրներից մեկը նաեւ որ նա օրինակ Ջորբաշյանի հետ ենք այդ թեմա խոսում, ինքը ասում է որ օրինակ հայ բիզնեսմեններին հարցնում ես, հարց ես տալի ինչի համար եք բիզնես անում, մենք աշխարհում երևի վերջիններից ենք, որ պատասխանում ենք, ուզում ենք աշխարհը փոխենք։ Ու այսօր հենց ընկերներից մեկի հետ էի խոսում, ասում կարող ենք փոքր ենք էլի մտածում։ Կարող մենք չենք պատկերացնում ինչքան մեծ ավելի բաներ կարանք անենք ու անգամ թույլ չենք տալի մեզ երազել, որ կարանք մի բան անենք, որը աշխարհի վրա ազդեցություն ունենա։ Ու եթե օրինակ, չգիտեմ, այն մարդիկ, որ բիզնես են անում կամ ինչ-որ բան են ստեղծում, իրանց թույլ չեն տալի երազեն, որ իրանք կարան աշխարհում ինչ-որ մի բան փոխեն, այդ դեպքում ոչ մեկ դրա մասին կարելի ասել մեր հասարակությունում չի երազում։ Բայց միաժամանակ շատ հբարտ ենք։ Մի քիչ չափազանց հբարտ։ Հա, իրականում տենց է, ու եթե մտածում ես, որ դու չես հավատում աշխարհում, որ դու կարաս ինչ-որ մի աշխարհում ինչ-որ մի բան փոխես, ոչ AI-ը, ոչ մի բանը չեն օգնելու քեզ, որտեվ դու այդ ամբիցիան չունես ռեալ ազդեցություն ունենալու։ Բայց տեսեք, ես շատ մեծ տարբերություն եմ տեսնում 20-ից ներքև տարիքային հատվածի եւ մնացածի։ Հա։ Իսկապես տարբեր, ասին մենք շատ հաճելի դիրքում ենք, ասած նստած նայում ենք հաջորդ սերունդը ոնց է աճում եւ ոնց է մտածում։ Եվ այնտեղ շատ լավադեսություն է դա ներշնչում, որովհետեւ իսկապես աբական ես տեսնում եւ այդ մեր հայերի մասին, ասենք ստերեոտիպերը կամ
մտահոգությունները կանգնատները որ ունենք, այնտեղ չկան։ Դա ուրիշ բան է կատարվում։ Իսկ ինչի հաշվին են տենց։ Նախ գնալով խելացիանում են, երբ սերունդի սերունդ, իսկ մեզ IQ խնդիր կան դեր։ Հիմա մենք պետք է արագացնենք փող աշխատելը, որովհետև ավելի խելացի տաղանդավոր ու ամբիցիաներով մարդիկ են գալի։ Ես մի անգամ ելույթ եմ ունեցել, որի վերնակիրը սենց էր մոտավորապես teenage startups will eat your lunch։ Այսինքն շատ դժվար է սրանց այդ մրցակցել, որովհետև նախ ամբողջ ուզում են cool լինել, լիքը էներգիա ունեն, գաշկանտված չեն։ Իրանք ծնողները իրանք angel investor-ներն են հոգ իրանք օգնում են, դուն են տալիս, կերակրում են, շատ մրցունակ կարող են լինել շատ։ Բայց միաժամանակ ինձ թվում է ի վերջո անցում է իրանք ծնողների սենք ուսումնական փորձից աշխարհից այսօրվա ավելի ազատ իրանք մտածելակերպը, ավելի բաց ներդեպի աշխարհ։ Բայց լավադեսության մեծ աղբյուր է մեզ համար իսկապես։ Հա։ Իսկ սոցցանցերը ոնց ազդում երեխեքի վրա։ Շատ են օգտագործում։ Իհարկե, այո։ Միշտ։ Ոչ թումորման պայման, բայց տեսնում ենք։ Իսկ ինչ են օգտագործում, կամ Snapchat, Instagram, հա։ TikTok, հա։ TikTok։ Այո։ TikTok-ը եւի դոմինանտն է։ Ես կասի ամենաաստեցիկն է այսօր։ Արդեն իրաց համար Facebook-ը չէ այդ պրոբլեմատիկ կամ հետաքրքիր բան, այլ TikTok-ը։ Facebook-ը հինտեղ արդեն։ Բայց գիտեք TikTok-ի որոշ անգյունների ծանոթացրեցին։ Հա։ Որոնք շատ արկիր են եւ ընդհանրապես մտահոգվելու դեղ չեն տալիս։ Իսկ այարգե ես որ մտնում եմ, չգիտեմ ինչի, տեսնում եմ միայն ապուշություններ, հա։ Դե պետք է ալգորիթմին սովորացնեք այս ճաշակը։ Ոմանք շատ դարքիր ուրիշ աշխարհ են տեսնում TikTok-ում, որը շատ դրական է։ Ես ընդհանրապես այնքան չեմ մտահոգում սոցցանցերի մասին, ինչքան ընդունված է, հա, մտահոգվել։ Ինչի։ Որովհետև տեսնում եմ, որ այս երդասարտները, բադայները իսկապես շատ խելացի են, շատ լավ հասկանում են այնտեղ ինչ է կատարվում։ Իրանց որ հասնես ասում են դրական երևույթ չեն տեսնում այնտեղ։ Բացական երևույթ։ Բացական երևույթ։ Իրանք էլ իրանց որ հասնես չեն ասի շատ լավն է։ Օրինակ առաջ որ ծնողները մտածում ռոքով շատ է սպառվում, այսինքն երաժշտություն է լսում, բադանին շատ սիրում էր այդ երաժշտությունը։ Իսկ այսօր բադանին դες չի որ իր գարձիկը սոցցանցերի մասին դրական է։ Ընդհանրապես ճիշտ հակառակն է։ Իրանք հասկանում են որ պրոբլեմատիկ է եւ այդ իմանալով օգտագործում են։ Իհարկե ոչ բոլորը, բայց մեծամասնությունը իստում է դենց է։ Այսինքն այդքան պետք չի մտահոգվել, պետք է վերահսկել։ Պետք է թույլ չտալ որ դոմինանտ լինի այդ աստիճան, որ արդեն չեն խաղում, ընկերներ չունեն կամ տաս չեն անում։ Բայց դրանից ենգոմ ինչ թվում է պետք է վստահենք բադայիներին։ Շատ ավելի խելացի են եւ նույնիսկ խոհեմ կան մեզ թվում է։ Հետաքրքիր է, մեկ այդ իրոք հայ իմ տղեն 4.5 տարեկան է, արդեն նենց բաներ ասում, որ ես զարմանում եմ։ Ու տենց մտածում եմ։ Լավ իմաստով ասում եմ, հետաքրքիր ես էլ 4.5 տարեկան, ասես խելացի։ Նենց նաեւ նրանից է որ իրանք շատ ավելի շատ են տեսնում, քան մենք ենք տեսել։ Ու դա բերում է որ երևի իրանց ուղեղը ավելի զարգացած է։ Միգուցե հիմա բայց նաև բացասական երևույթներ եք տեսնում։ Տեսնում եք մեկ 13 տարեկան երեխա, որը անընդհատ պետք է էկրանին նայի։ Հա։ Հենց որ արիտաս վերադառնում է էկրանին եւ այնն, մեծամասնություն դենց չեն, բայց ոմանք իսկապես դարավում են, այդ վտանգը կա։ Մանավանդ որ այդ YouTube-ում, TikTok-ում յար վիդեոներ եւ բովանդակություն կան, որ հենց այդ նպատակով են սարքված։ Հա, brain rot-ը։ Brain rot-ը այդ շատ հզոր բան է։ Մեծամասնությունը դրանից չեն տարաբում, բայց ոմանք այո եւ այդ պետք է իմ երեխան լիներ, սկուշ կլինի, որ այդ ծուղակի մեջ չընկնի, ասենք, այդ որտեղ իրոք մարդիկ կան հատուկ այդ կոնտենտը ստեղծում են, որ շատ ուժեղ կախվածություն է առաջացնում, ոչ մի օգուտ չի տալիս ու մարդիկ եթե կախված բան էլի
թմրանյութի նման կախվածություն ես ձեռք բերում։ Մենք Թումոյում չենք արգելում հեռախոս բերել եւ այլն, բայց որ մտնում ես շատ քիչերն են օգտագործում։ Այսինքն եթե ինքը երաչափ մոդելավորմամբ է սպառված կամ խաղի ստեղծումով է սպառված եւ այլն, ոչ մեկ իրան չի ստիպում, որ դա անի, կարող է շեղվել եւ հեռախոսով սպառվել, չէ՞։ Ոչ քննադատական գա, ոչ քննություն գա եւ այլն։ Բայց չեն անում։ Իրանք շատ լավ գիտեն, երբ իրանց ինչն արժեք տալիս ավել։ Բայց եթե հանգարց տեսնեմ, որ մի հատ տասախոս է, որ իրանց լեկցիա է գարթում, որ իրանց ժամանակի լավ օգտագործում չի, արդեն շեղվում են։ Դա խնդիրը։ Այսինքն մեկը այդ ֆոկուսի խնդիրը կա։ Կա, բայց մեկ մտածում ես կարող է արդարացված է երեխան 3 ժամ չլսելու այդ լեկցիան եւ մի քիչ շեղվելու, որովհետեւ ստեղ ավելի հետաքրքիր բան կա, նույնիսկ ավելի շահեգան միգուցե։ Այսինքն մենք պետք է մրցակցենք դրա հետ, այսինքն մենք պետք ոչ թե մրցակցենք, այլ պատասխանատու սկանք պատանիներին հետաքրքիր եւ արժեքավոր փոխանցագություն եւ ուսումնական փոխանցագություն մասնավորապես մատուցելու եւ չընդհանրենք, որ ինքը բարդավոր են դեղ նստել ինձ լսել։ Ես հիմա որոշեմ ինչ եմ ասելու։ Այսինքն մենք պետք է բարդավոր սկանք իրանց հարկելու իրանց ժամանակը։ Հետաքրքիր մոտեցում է։ Բայց մյուս կողմից օրինակ ոնց կարող ես մաթեմատիկան մատուցել նենց, որ ավելի հետաքրքիր լինի, քան TikTok-ի ինչ որ ինֆլուենսեր, օրինակ, չգիտեմ, Mr. Beast-ը։ Շատերը մաթեմատիկա լավ էլ սովորում են։ Հա։ Հա, ես միշտ ասում եմ, երբ օրինակ վիդեո խաղեր են խաղում, հա, գետրոնացած չարչարվելով նույն բանն են գրկնում, մինչև հաջորդ լեվելին հասնեն։ Հա։ Եվ Mr. Beast-ը իրան չի շեղում դրանից։ Դա չի որ միշտ հեշտ է, խաղալը հեշտ է, հաճելի է, չէ, չարչարանք է մեկ, բայց անում են։ Որտեղ հետաքրքիր է։ Հետաքրքիր է։ Մաթեմատիկան էլ շատ հետաքրքիր։ Իմ համար եւ շատ իմ ծանոթների համար շատ հետաքրքիր է մաթեմատիկան, պետք է ճիշտ մատուցել։ Բադայները չեն խուսափում սովորելուց, աշխատելուց, չարչարվելուց նույնիսկ այդ սովորելու ընթացքում։ Պրոբլեմը դա չի, որ հավես չունեն, չէ։ Այլ արդեն ավելի իրանց իրավունքներից մասին գիտեն, որ եթե իր համար շահեկան, իր ժամանակը հարկող մի բան է տալիս, իրանք կոհետ են։ Եթե ոչ, սկսում են սենց հերավորություն ստեղծել։ Հա, ասինքն եթե դու գնում ես ասում ես պարտավոր ես, որ ինձ պետք է լսես, չեն լսելու։ Չեն լսելու։ Բայց եթե գնում ես նենց ես մատուցում, որ իրան հետաքրքիր լինի, լսում են։ Այո։ Եվ պատրաստ են մեծ չանկեր տապելու, պատրաստ են ժամանակ տրամադրելու, պատրաստ են TikTok-ից շեղվելու այդ դեպքում։ Այդ ամեն օր տեսնում ենք մենք։ Հա, սովորաբար հակառակն ես լսում։ Մարդիկ ասում են երեխեքի ֆոկուսը կարճացել է, իրանք չեն ուզում սովորել, մենակ ուզում են TikTok նայեն ու հեռախոսով խաղանեն։ Ես դրա հագապաստար գոնեմ մի 10,000 անգամ։ Դե շատ լավ է։ Ես ուրախացա, որովհետև միշտ բացական ես լսում։ Ու ասում են մարդիկ պատրաստ չեն մի քանի վայրկյանից ավել կոնտենտ նայեն, պետք է անպայման 10 մինչը կարճ լինի, ստիմուլացնող լինի։ Դա օգնում է իհարկե, բայց չէ, մյուս կողմից է բանն է, էլի ամենապոպուլյար մեդիայի ժանրը սա աշխարհում եւ ոդկասթներն են, որ երկար 3 ժամանոց լսում են, դանդաղ մարդիկ լսում են։ Պաստորեն։ Հա, որ դու այդ այլ ինձ թվում է ամենակարևոր կետերից մեկը, որ հենց պատանիները պետքա իմանան ու իրական ինտերնետը, Թումոն ու մնացած տարբեր հաստատությունները օգնում են, որ դա իրանք հասկանան, որ ամեն ինչ չի, որ պետք է այդպես հալած յուղի պես ընդունես։ Եթե ասում են սա է, դա չի նշանակում, որ պարտադիր այդ է ճիշտ։ Այո։ Կարա այդպես չլինի, կարաս դու ուրիշ ձև փորձես ու այդ կարևոր հատկությունն է, որ ստատուս կվոն հարցականի տակ դնես ու փորձես այդ ոնց որ ճիշտ բառը ուզում եմ գտնեմ ուժը քո մեջ գտնես, որ բոլորին հակառակ գնաս։
Եթե համարում ես, որ դու ճիշտ ես, էլի, փորձես։ Իհարկե, բայց կողմից ճիշտ է, որ շատ ավելի քիչ են կարդում հիմա։ Ոչ միայն բադայները, արդեն համալսարանականները Ամերիկայում մեծ խնդրեմ է, չեն կարդում։ Ողջ աշխարհում է խնդրեմ։ Բայց միգուցե ի վերջո խնդրեմ չէ։ Միգուցե եթե ասինքն իրանք կարդալու փոխարեն ուրիշ ինքնազարգացման ուղիներ են որդեգրում, անցումը դժվար է լինելու, բայց կարդալը դեռ չի որ միշտ գոյություն ունեցել է։ Նույնիսկ շատեր մտահոգ էին, երբ գիրքը ստեղծվեց, որ արդեն հիշողությամբ չէիր կրկնում մի բան, այլ ուներ կարդում էր եւ այլն։ Պետք է զգուշավոր լինել, բայց մի քիչ էլ թերահավատ այդ ալարմիստ կամ բացասական գարձիկների մասին, ոչ կարող հաջող ճիշտ են, բայց մի անգամից պետք չէ վախի ուղղությամբ գնալ, այլ խոր ուսումնասիրել։ Պաստորեն մենք տեսնում ենք բադայներ, որ չնայած մեր այդ տասական կերազանցիկը չէ, բայց շարադարքիր product է ստեղծում, շարադարքիր ստարտափ է ստեղծում, նորամուծություններ է անում, եւ մենք սովոր չենք, կարծում ենք, որ կերազանցիկն էր, որ դա պիտի աներ։ Հա։ Այսինքն այդ կերազանցիկը, որ դբրոցում սիրում է դբրոց եւ այն։ Ոչ միշտ, կարող է լինի, կարող է չլինի։ Հա, հա։ Բայց այդ հետաքրքիր հարց առաջ բերեցիք, որ գիրք կարդալը պարտադիր չի, որ այդպես վատ չկարդալը վատ բան է։ Ինֆորմացիա ստանալու ձևն է, էլի երևի փոխվել։ Չգիտեմ, ես դա ասում եմ, որպես մի մարդ, որ շատ է կարդում, առանց կարդալու չի կարող ասենք։ Չէ, ես էլ եմ շատ կարդում ու այս մենք ակումբ ունենք, որտեղ ամիսը մեկ գրքի քննարկումներ ենք անում, վերջի գիրքի քննարկումը ես էի անում ու 500 էջանոց գիրքը մի ժամում քննարկեցինք։ Մյուս կողմից դու մտածում ես, հա, այդ գրքի հիմնական իմաստները այդ մի ժամվա մեջ փորձում ես տեղավորես, բայց այնքան կարևոր կետեր կա, որ մեկա դու բաց ես թողում, ու այդ կարևոր կետերը, նրբությունները դու կարաս մենակ հասկանաս, երբ որ այդ գիրքը լրիվ կարդաս։ Հա, մի կողմից ստացար ինֆորմացիան, բայց ստացար մակերեսային ու ոչ լրիվ, իսկ մյուս դեպքում դու կոնկրետ հատուկ ժամանակ պետք է տրամադրես, որ այդ գիրքը կարդաս ու կստանաս շատ ավելի խորքային գիտելիքներ ու գրքերի ամենահետաքրքիր բաներից մեկն է, դու չես կարող ասես, որ տողը քո մոտ ինչ կփոխի։ Ու այդ տողը կարող է մենակ քո մոտ այդ ինչ որ հետաքրքիր իդեան բերի կամ ինչ որ փոփոխությունը բերի, ուրիշի մոտ կարող է նույնը չլինի։ Իսկապես, ինչ թվում է ամենատիպս կարդալ լեզուն եւ մաթեմատիկան շատ կարևոր հիմքեր են եւ երկար ժամանակ մնալու են այդպեսին։ Չի պասարում, որ ժամանակի ընթացքին որոշ փոփոխություններ լինեն, հիմքերը ուրիշ մագարտակի հիմքեր օգտագործենք, որոնց վրա կառուցենք եւ այլն։ Բայց ես որպես ծնող այսօրվա դրությամբ շատ մեծ շեշտ կտնեի ճիշտ է, sense քիտական ցևով ուսումնասիրում եմ, տեսնում եմ, որ միգուցե եւ ուրիշ կարողություններ լինեն, բայց ես ինքս այդ ռիսկին չէի կնարի եւ դումոյում չենք կնում, այսինքն դեռևս այդ ասենք տասական, հա, խորքային հմտությունները համարում ենք կարևոր, եթե մի օր ակնհայտ լինի, որ աշխարհը փոխվում է եւ արդեն դրանք հիմունքները չեն, շատ լավ, բայց այդ ռիսկին չենք կնում իհարկե եւ որպես ծնող ես չէի կնա։ Այսինքն մեկը պետքա կարդալ, ձեր կարծիքով։ Իսկ պետքա կարդալ միգուցե դարբեր ցևերով, կարող է ծավալները փոխվեն եւ այլն, բայց եւ մաթեմատիկա պետք է սովորել։ Ոչ տասական ցևերով, որտեվ արդեն sense ասեմ, տասական մաթեմատիկայի դասավանդման ցևերը շատ նեղացնում են մասշտաբը, այսինքն շատ քչերի համար դա հասանելի է հետաքրքիր է։ Ընդհանրապես պետք է այնպես դասավանդել մաթեմատիկան, որ շատ ավելի մեծ թվով բադայների հետաքրքրի։ Այսինքն եթե մենք վիճում ենք դասական դպրոցի հետ, մեր վեճը չի որ կարևոր չէ դա, այլ ընդհանրապես այնքան կարևոր է, որ պետք չէ կերասանցիկները միանդամադուցել։ Պետք է այնպես անել, որ շատերի համար հասանելի լինի, որովհետև հետաքրքրությունը կա իսկապես։
ու այդ տարբերությունը ես ինքսին վրա զգացել եմ, դե դպրոցի վերջի տարին այդ փոխանակման ծրագրով գնացի Ամերիկա սովորեմ ու հիշում եմ բան էինք վերցրել, AP Physics էի վերցրել, մաթեմատիկան է, calculus-ն էի վերցրել, ու դասավանդման ձևը այնտեղ լրիվ ուրիշ էր։ Մենք փորձերի ինչ-որ հետաքրքիր օրինակների վրա էինք անցնում, որը շատ ավելի հետաքրքիր էր, իրոք հետաքրքիր էր, որտեղ օրինակ ֆիզիկայի դասատուն ինչ-որ փորձ էր անում դասարանում, ասում էր եկեք հասկանանք ինչի սենց եղավ։ Ու դու փորձում ես հասկանաս ու այդ հասկանալու ընթացքում եկե հասկանում եք, որ դասարանով դուք, չգիտեմ, Նյուտոնի ինչ-որ օրենքը ինքնուրույն հասակ, որը հետո դու չես մոռանում։ Իսկապես։ Հետարքի է նաև հիմա, որ շատ ավելի մեծանում է մեր ցանցը Հայաստանում, արդեն միայն Երևանում չենք իհարկե։ Մարզերում եք շատացել։ Նույնիսկ Գյումրիում չենք միայն, այլ Մարալիկում ենք, այդ դուպերով։ Հիմա ունենք արդեն 40 դուպ գյուղերում եւ արդեն շփվում ենք մի այլ տեսակի, ասենք, միջավայրում մեծացած պատանու հետ եւ նույնիսկ այնտեղ նույն եզրակացության ենք հասնում։ Կարող է սկիզբը մի քիչ ավելի մի քանի ամիս ավել դեպի որ այդ հունի մեջ մտնեն եւ այդ Թումոյի ամբողջ թվային համագարկը եւ այլն յուրացնեն, բայց վերջում դարբերությունը վերանում է եւ կապ չունի եթե Մարալիգից է թե Երևանից։ Այսինքն էլի շատ խելացի հետաքրքրասեր հետաքրքրասեր, այո։ Եվ հիմա Կապանում, գիտես, բացեցինք, Մասիս, Արմավիր եւ շատ ուրախ եմ հայտարարել, որ Վանացորը արդեն չափես ունենք ֆինանսավորումը, սկսում ենք, Վանացորն է լինելու է, իր 8 դուպերով, շրջակա գյուղերում։ Եվ մեր նպատակը ինչպես գիտես հասնել է բոլոր բադանիներին Հայաստանի առանց բացառության։ Եվ կնորով ավելի մեծ պատասխանատվության զգացում, որովհետեւ այդքան մարդ հասանելի, այդքան երիտասարդ այդ արիթը ոնց պետք է օգտագործել։ Միանշանակ։ Իսկ արտասահմանով ոնց է գնում։ Շատ անում եք։ Մարիա ամեն տարի ու կես կրկնապատկվում է։ Հիմա Ճապոնիայում ենք, Ամերիկայում բացելու ենք հոկտեմբերին, մայիս ամիս, եկող ամիս։ Իսկ որ քաղաքում։ Լոս Անջելեսում բացում ենք։ Գլենդել։ Չէ, Նորթ Հոլիվուդ։ Մոտ է։ Հնդկաստանում, Մումբայում, Աստանայում, Ամստերդամում բացեցինք անցյալ շաբաթ։ Գերմանիայում 8 հատ ունենք արդեն, Պորտուգալիայում 3 հատ, այսինքն շատ մեծ թափով ընդլայնվում է։ Իսկ երկրներից երկրներ մշակույթից մշակույթ այդ պատանիները տարբերվում են իրարից։ Ճիշտն է։ Այսինքն ավելի նման են, որովհետև պատանի են։ Այսօր պատանիների sense քաղաքացի լինեն, պատանիության քաղաքացիներ շատ նման։ Հետաքրքիր է։ Գնում ես Մումբայի այդ սլամերը, այդ աղքատ թաղամասերը, նույնն է։ Հետաքրքիրներ նույնն են։ Կարող արի եմ ասում, առաջի ամիսը տենց չի, բայց մի ամիս հետո արդեն որ հունի մեջ մտավ։ Դա նաև խոսում է իհարկե ունի բացասական կողմ, միջազգային մշակույթին, որը ցեղավորում է, որը տեղական մշակույթներում գլանում է որոշ չափով, դրա դեմ պետք է պայքարել, բայց արդյունքում Թումոյի ծրագիրը չենք փոխում, երկից երկիր նույնն է մնում։ Հետաքրքիր է։ Բայց այդ էլ ճիշտ նշեցիք, որ բացասական կողմն է, որ մոնոմշակույթ է աշխարհը դառնում։ Մի տեղից եկող, չնայած թվում է թե այդ ամեն ինչը հիմնական ԱՄՆ-ից է գալիս, բայց ԱՄՆ-ի մշակույթի վրա էլ ուրիշ փոքր ազգերի մշակույթներն է ազդում։ Այսինքն մեկը diverse է, էլի։ Այո, ճիշտ է, բայց հիմա մանավանդ AI-ով որ աշխատում ենք, տեսնում ես այդ Մումբայում երեխան
որ AI շփվում է որ ստեղծի մի գերբար կամ մի պատմված կամ մի անիմացիա վերջում Spider-Man-ի նման բան է ստացվում եթե ասենք մի քիչ չոքնես որ ինքը բայց որօգնում է ստացվում է որ ավելի խորը մտածի քո թաղամասի ինչ կա որ կարող է ստեղ բերել եւ այլն եթե իրան թողես առաջի sense մոդեցում AI-ին այդ մոնո մշակույթին շատ է նպաստում դրա համար փորձում եք բայկարել այդպեսի ծրագրեր ստեղծել որ օրինակ Հայաստանում հայկականը նաև դեր ունի նաև ստացվում է բայց ոչ ինքնաբերաբար պետք է շատ աշխատել այդ շատ նաև դժվար է որովհետև ես ոնց նայում եմ երեխեքը շատ են սիրում այդ սուպեր հերոսներին այո սուպեր հերոսներն ոնց որ մոնոպոլիա է էլի երկու խումբ կա սուպեր հերոսների Marvel ու DC իմ տղեն ասացի 4.5 տարեկան է վերջերս մեր սուպեր հերոսի ապերը ես չգիտեի որ նա ով է ասենց ցույց տալի ասում է papa էսի Marvel-ա թե DC ասում ես մի տալ սուպեր հերոսի գիտեմ էլ այդքան չեմ խորացել որ այդպես երկրորդային կամ երրորդային սուպեր հերոսները իմանան Marvel-ա թե DC բայց այդ հետաքրքիր է ոնց է այդ ամեն ինչը տարածվում անգամ եթե չկա էլի շատ հայկական կամ ուրիշ ազգերի մուլտիկներ երեխեքը մեկը նայում են չգիտեմ այդ Spider-Man այո Marvel DC ու դրա վրա էլ սովորում են այդ մասամբ մենք այդ հույս ունենք որ մերոնք կսկսեն ստեղծել այդ նոր հայկական մշակույթը կարող չլինի շատ ավանդական մշակույթի ուղղակի արտացոլում բայց կոնե գլնի ինքնուրույն եւ հայկական իրանցը բայց այդ պետք է նպատակ լինի որ անպայման հայկական ինչ որ բան ստեղծես չէ հայկականը նպատակ պետք չլինի բայց ասենք քո իրականությունը արտացոլողը այո որ արժեք ունենա եթե Spider-Man ստեղծեցի այդ արժեք չունի արդեն ստեղծված է պետք է գտնենք մենք մեր մեջ արժեքներ յուրահատկություններ եւ այլն եւ դրանք դրսևորումը ապահովենք շատ կարևոր է լրիվ համաձայն եմ բայց դրա երևի առաջի քայլն է որ մենք սկսենք մեզ ավելի լավ ճանաչենք այո ինչա մեզ դուր գալիս ինչն է մեր վրա ազդեցություն ունեցել ու դրանից ինչը կուզենք մենք էլ արտացոլենք ուրիշ ձևով եւ կարողանանք տեսնել մեր միջավայրը մենք բառացիորեն օրինակ լուսանկարչության վարժանքներ ենք աշխատարաններ ենք անում որտեղ ի վերջո հայտնաբերում են այս պատանիները որոշ սովետական ջարդարաբեդության ասենք շատ գեղեցիկ նմուշներ որոնց դիմացով անցնում են եւ բառացիորեն չէին տեսնում իսկ հիմա առաջին անգամ տեսնում են նկարում են հասկանում են որ դա արժեք ունի եւ դա զարգացնում է իրանց ինքնաճանաչումը նույնիսկ սովետականը մի օրինակ էր իհարկե կարող է լինի շատ հասարակ բան գանունի ավանդական հայկական բան բայց այդ տեսնելու ունակությունը պետք է նաեւ մշակել ու դից չգիտեմ ես ես վերջերս Աբովյան փողոցում շենքերի կտուրներից մեկը տեսա որ այդ շենքի կողքով երբ մի 100,000 անգամ անցել է ու չէի տեսա ու տեսա մի 5 րոպե կանգնած նայում եմ որտեղ նենց հետաքրքիր էր ու չէի նկատել այո այդ բանը ինչ որ մի բան մտքովս անցավ վերև նայեցի ու նկատեցի ու շատ դետալներ կա մեր կողքը որ մենք չենք նկատում բայց դա երևի ավելի շատ մեծ ինքնության մեր մասա քան այո այն ինչ որ պատմում են որտեվ այդ մեր կողքն է մեր հետ է բայց շատ անգամ չենք նկատում մենք միշտ ասում ենք որ պետք է նախ կորձիկներին տրապետել ծրագրավորում Photoshop լուսանկարչանապար AI եւ այլն բայց հետո անմիջապես պետք է այդ կորձիկները օգտագործել ինքնաարտահայտման համար որովհետեւ այդ համադրումը կորձիկը դիրապետելու եւ ինքնաարտահայտվելու արդեն հարաճացնում է արժեքի ստեղծում եւ ինքնակիդակցում եւ այլն առանց կորձիկը դիրապետելու չի ստացվում եթե իրան ասում ես բացադրում ես որ շատ լավ է որ այստեղ արժեք կա եւ այլն բայց ինքը չի կարողանում կորձիկները չունի գիտելիքները կոնցեպտները որ գիրարի դա ինքնաարտահայտման process-ում արդյունքում չի յուրացնում այդ ամենը
Այսինքն գալի ասել որ մենք ինչ ենք սովորեցնում graphic design, երաչափ մոդելավորում։ Այո, մասամբ որովհետև կարևոր ոլորտներ են, հետո աշխատանք են գտնելու եւ այլն։ Բայց հիմնական պատճառը այդ չի։ Հիմնական պատճառն է որ առանց այդ գործիքներին չես կարողանա զարգանալ որպես մարդ։ Ինքնարտահայտվել եւ հետեւաբար այո։ Այդ իմ մոտ բանն է, դա շատ գրելով արտահայտվում։ Օրինակ ես հիմա աշխատում եմ որ գրելի իմ համար դառնա լավ գործիք, որ այն մտքերը կամ իդեաներ ունեմ կարողանամ սիրուն գրեմ ու արտահայտեմ։ Այո, ինքնարտահայտվում։ Ու ես հասկանում եմ որ այդ գործիքին լավ չեմ տիրապետում։ Իսկ դրա համար պետք է անընդհատ աշխատել։ Շատ լավ օրինակ է, գրելը հաճախ մտածելու գործիք է, միջոց է։ Հա։ Գրում ես, նայում ես, հասկանում ես ինչ է կարողանում ճշգրիտ սովարտայել եւ ինչը sense լողացված մտքեր էին, որ արժեք չունեին, հա։ Հա։ Նույնպես մյուս գործիքները ծրագրավորումը նույնիսկ այդ հատկությունը ունի։ Հա, ամենապարզ այդ դալի որ գործիքները ինչ որ մի բան ստեղծելու համար են։ Այդ որում AI-ը, այո։ Հա։ AI-ը մի քիչ խաղի կանոնները, բայց ոնց որ փոխում է։ Այո։ Բայց իսկապես հրաշք տեխնոլոգիա է։ Այսինքն նաև վախենալու, բայց ամբիցի հնարավորություններ է բացում, որ մանավանդ եմ ասում փոքր երկրների համար որոնցից հաստատ պետք է օգտվել։ Դուք տարիներ առաջ ուսումնասիրել եք, չէ՞։ Այո, ես շատ տարիներ առաջ MIT-ում AI-ում ուսումնասիրել, AI Lab գոչվում էր այն ժամանակ, անդամ էի AI Lab-ի MIT-ի, բայց դրանից հետո շատ փոխվեց AI-ը։ Հա։ Այն ժամանակ ուսումնասիրում ենք նյուրոնային ցանցեր օրինակի համար, որպես շատ էկզոտիկ մի բան։ Հա, բայց այսօրվա այդ տեխնոլոգիայի վրա հիմնականում դրա վրա եմ, այո, այդ մի քիչ էկզոտիկ այդ երկրորդային, հա, երկրորդական կոնցեպտը հիմա տարավ հիմք AI-ի եւ ես ինքս օրինակ թեզը որ գրել եմ, հիմա արդեն անիմաստ տեխնոլոգիայի մասին է, որտեվ լրիվ փոխվել է։ Ինչի մասին էր։ AI-ը օգտագործել դիզայնի մեջ rule based, հա, կանոնային սկզբունքներով ոչ նեյրոնային, հա, machine learning չէր այն ժամանակ։ Եվ հիմա դրան էլ պետք է գիտակցել, օրինակ հաջող տեսնում եմ, որ ոմանք ասում են դպրոցում պետք է AI սովորացնել։ Ասում ես այո։ Բայց այդ AI որ սովորացնում եմ, մի 5 տարի առաջվա AI-ն է, որ արդեն չէ, իսկապես չի արժի բանանել, ուսումնասիրել։ Եթե ժամանակը սահմանափակ է իհարկե։ Դա էլ պետք է գիտակցել, որ AI այսօր արդեն նոր փուլ է մտել եւ պետք է անպայման կարենալ արդիական AI-ով զբաղվել եւ ոչ տասական։ Հա, հետաքրքիր է, բայց եթե մի այդ կողմից մտածում ես, ասինքն կրթական լրիվ process-ները պետքա փոխվի։ Այսինքն մի քանի ֆունդամենտալ բան պետքա պահվի, մաթեմատիկան, գրել սովորելն, ֆիզիկան, ու շատ բաներ պետքա փոխվի ու դու ոնց որ ժամանակ չես ունենալու տարիներ շարունակ այդ ծրագիրը ստեղծես, կրթական ծրագրի մասին է խոսքը, որտեղ մինչև դու դա ստեղծես, մտցնես դպրոցներ կամ համալսարաններ, դա արդեն շատ հին է։ Այո։ Այսինքն մեթոդաբանությունը կրթվելու կարող է դպրոցներում դա պետք չի, բայց համալսարաններում համենայն դեպս երևի պետք է լինելու, որ ինչ որ մի ձև պետքա դու կարողանաս անընդհատ այդ արդիական նորը ուսումնասիրես, որը ամեն օր կարող փոխվի։ Այո։ Եվ եթե այդ անցումը չկատարենք, շատ մեծ խնդրի առաջ ենք կանգնելու։ Որտեւ արդեն ինչ որ մենք տալիս ենք ուսանողին, այդ խոստումը, որ եթե ես գաս հիմա 4 տարի անցկացնես, հետո աշխատանք ես գտնելու, արդեն մի քիչ անհիմն խոստում է լինեն։ Այդ դեպքում համալսարանները իրանց դերը չեն կորցնում ժամանակակից աշխարհում։ Եթե չփոխեն, գործնելու են, այո, պետք է շատ արագ փոխել եւ համալսարանները դարձնել ուսումնասիրելու, հետազոտելու, սոցիալական հատուկ միջավայրում իրար հետ շփվելու միջավայր, որտեղ խոսքը չի գնում գիտելիք փոխանցելու մասին, որտեղ դա հասանելի է արդեն։
այլ հadoop միջավայր ստեղծել, որ ինկուբատորի նման, հա, որտեղ սովորես գիտելիքը ինքնուրույն հայտնաբերել, փորձարկել, խումբով աշխատել եւ այլն։ Այսինքն իսկապես ինձ մոտ այդ փոփոխությունը ով որ չանի արդեն լուսանցքում է մնալու, իսկ նոր համալսարանների մոդելներ են ստեղծվում արդեն, որոնք շատ տարբեր են անցյալից, նախկինից։ Օրինակ կասեք։ Հիմա դեր անցումները լրիվ գադարած չկան, բայց Ամերիկայում օրինակ շատ համալսարաններ արդեն շատ ավելի ասենք հակաթոնի նման հա գործունեություն են տանում արդեն բանը շեշտը չեն տնում լեկցիաների վրա այլ ընդհանրակը լաբորատորիաներ են ստեղծում որտեղ հետազոտություն է կատարում հենց ուսանողը բայց այդ փոփոխությունը տարուց տարի տեսնելու ենք շատ մեծ թափով առաջ է գնալու համոզված եմ հա իսկ պատանիներին ձեր կարծիքով ինչն է մոտիվացնում այդ հետաքրքրությունը պահելը անընդհատ սովորելը փորձելը որտեղից է իրանց մոտ այդ մոտիվացիան գալի կամ այդ տարբեր պատանիներ տարբեր բայց տարիքի հետ մենք դա կորցնում ուզում են հաջողվել ուզում են նշանավոր լինել ուզում են cool լինել հա ուզում են փող աշխատել ոմանք ուրիշներ ուղղակի ռոմանտիկ են, հետաքրված են գիտությամբ։ Ուզում են հասկանալ աշխարհը ոնց է աշխատում։ Այդ չի փոխվել։ Իսկ այդ մասը մոտիվացիան, հա, հիմնական արժեքն է, որը չի փոխվում եւ չի փոխվել։ Այսինքն եթե նույնիսկ բոլոր գիտելիքը արժեքազրկվի, որտեղ AI անում է, եւ այլն մոտիվացիան մնալու է որպես հիմնական արժեք, որտեղ AI չունի մոտիվացիա, ինքը դեռ արհեստական մոտիվացիա գավնա, բայց ծրագիրը ձեռնարկելու, հա, մոտիվացիան մեր հիմնական, ասենք, արժեքն է մարդկանց։ Հա, ոչ բոլորի, բայց ցավոք։ Բոլորի որոշ չափով, դարբեր ցևերով, դարբեր պատճառներով։ Այս մեկ ասում եմ այնքան հետաքրքիր բաներ ա մեր կողքը կատարվում, այնքան նոր բաներ կա, որ դեռ պետքա բացահայտենք երկինք ես նայում այդ ամեն ինչի մասին, որ մտածում ես ու տեսնում ես կողքդ մարդիկ, որ ոչ մի բանով չեն հետաքրքրվում, ասես ոնց կարելի է էլի։ Իհարկե կյանքը դժվար է։ Դե շատ դժվար է, այտենց բոլորս համաձայն ենք այդ հարցից շուրջ, բայց ինչ որ մի բան բացահայտելը, նորը իմանալը, փորձելը, այն երեխեքի ասած քչփորելը շատ մեծ հետաքրքրություն է առաջացնում ու ապրելու ցանկություն, որ այդ դժվարությունները դու կարողանաս հաղթահարես։ Բայց դա հարստություն է, չէ՞։ Իսկ ոչ բոլորս ենք հարուստ։ Ոմանք աղքատ են համեմատաբար, որոնք շատ հարուստ են, այդ ինտելեկտուալ հարստությունը պետք է վաստակել ի վերջո։ Հա։ Երևի։ Չգիտեմ։ Ես միշտ ասում եմ, որ մեր բախտը բերել է, որ իմ բախտը բերել է, որ նենց տանիքում եմ ասում, որ փոքր տարիքից հետաքրքրված լինելու, կրթվելու արժեքի մեջ դրել են ու շատերի համար դա տենց չի, իրանց բախտը տենց չի բերել ու այն միջավայրում օրինակ մեծացել են, երբեք դա չի եղել իրարից այդ priority։ Վերադառնալով արհեստական բանականության արդեն հիմա շատ կարևոր է հետաքրքրված լինելը, բրբտելը, փորձելը եւ այլն, եթե չունես արդեն AI-ը չես մրցակցի։ Հա։ Շատ կարևոր հատկություն է։ Պետք է դրա վրա շեշտ տնել նաև պատանիների երեխաների դեպքում, որ այդ exploration-ի հետազոտության ճիղը, հա, իրանց մոտ զարգանում։ Հա։ Մի բան է կա, որ ինովացիայի արագությունը, մետաբոլիզմը, ինձ թվում է AI-ը կօգնի արագացնել, ինչի որովհետև հիմա այդ շատ գործիքներ կան, չգիտեմ, կուրսորնա, ռեպլիտնա մնացածը,
որի միջոցով չունենալով դու ծրագրավորող հանրայնպես ինչ որ պարզ պրոդուկտներ արդեն կարաս ինքնուրույն ստեղծես ու փորձարկես, այսինքն շատ իդեաներ, որ առաջ դու ոչ հնարավորություն ունեիր ոչ է ֆինանս, անգամ եթե մեծ ընկերության մեջ էր աշխատում փորձարկելու, այսօր դու ունես հնարավորություն տարբեր տարինակ հետաքրքիր քիչ իդեաներ փորձարկել համարյա շատ ցածր արժեքներ դնելով ու դրանց որոշ բաներ անգամ եթե այդ պայծրությամբ թվում է որ ինչ որ խենթ իդեա է կարա աշխատի այո աշխատի ու նոր հետաքրքիր բաների բերի աշխարհին Հետաքրքիր շատերը չեն անում դա որովհետև իրանց ուղղակի չեն փորձել իրանց թվում է որ հասանելի չի այդքան էլ հետաքրքիր չի բայց որ արի ստիպում ես կամ արի տես տալիս որ մի անգամ փորձի արդեն սկսում են ինքնուրույն շարունակել մենք մեր հենց թումոցիների հետ որ մի անգամ cursor-ով է աշխատում կամ cloud code-ով է աշխատում եւ այլն replit-ով էր չես կարող նրան գակնասել ասել էլ պետք չէ արդեն ինքը ամեն օր ուզում է տաղնել այսինքն այդ ասենք լողավազանը չմտնելու որտեվ ջուրը մի քիչ սառն է հա այդ բաղն է բայց որ մտար արդեն շատ հաճելի է եւ չես ուզում դուրս գալ բայց այդ մի քիչ լողավազան գցելու բահը պետք է բոլորիս հետաքրքիր է այդ քայլը ոնց անես որ շատ մարդիկ չվախենան ու փորձարկեն ինչ որ բան ստեղծեն ու կիսվեն հա պետք է միջավայր ստեղծել որտեղ դրա անելու եւ ցախողվելու ռիսկը քչացնում ես այսինքն ստեղծում ես ამ միջավայրը որտեղ ինքը կարող է մի բան անել եթե ստացվի այսինքն հետևանքները ցախողվելու պետք է մի քիչ ոչ միշտ հա մեկ շատ կարևոր է որ ցախողվելու հետևանքը շատ լուրջ լինի ես համաձայն չեմ որ ասում են failure is good եւ այլն չէ մեկ շատ վատ է failure բոլորս գիտենք ներքուստ որ տենց է բայց սահմանափակ միջավայրներ ստեղծել որտեղ կարելի է փորձարկել եւ նույնիսկ ստիպում են քեզ որ որոշ բաներ փորձես հա շատ կարևոր է իսկ թվում է դա ոնց է կան որ պատանիները փորձեն չվախենան ուրեմն թվում ունենք երկու հիմնական մեթոդ մեկը ինքնուսուցումն է մյուսը workshop-ներն են աշխատարանները եւ մենք ամբիսի համագարկ ենք ստեղծել որ դու պիտի սպառվես ինքնուսուցմամբ որպեսի ինքնավստահություն ձեռք բերես հիմնական բաղադրիչները ձեռք բերես որպեսի կարողանաս երբ աշխատարան մտար դրանք կիրառես որ ծրագրավորում անես կամ խաղ ստեղծես եւ այլն եւ այդ ինքնուրույն աշխատելը եւ հետո խմբային աշխատելը շատ կարեւոր է այսինքն մեկից մյուսն ես գնում եւ ինձ թվում է մեր քանդիկներից մեկը դա է որ մենք մի անգամից կես հասանում չենք դնում ասենք 12 հոգի է միասին հիմա պիտի նույն թափով գնանք չէ սկիզբ բարիտ եք տալիս որ մի ամիս կամ ավել ինքնուսուցմամբ սպառվի երբ ինքը սկա որ պատրաստ է ինքնավստահ է մտնի այդ խմբային աշխատանքի մեջ օրինակ այդ շատ կարևոր եւ շատ էֆեկտիվ մեթոդ է որպեսի այդ վախը կամ ուրիշներից նվազ ասենք խելացի կամ բան ունակ լինելը այդ դպավորությունը որ շատ հաճախ դենց չկա դենց բան ուղղակի վախ է հաղթահարես ասում եք alone time այսինքն արիտ եք տալիս որ ինքնուրույն աշխատես մինչև խմբային աշխատանքին մեկ այդ վախը կա ու հետաքրքիր է որ տենց իրոք քչանում է որտեղ մեկ ուրիշների հետ մեզ համեմատում ենք այո էլի Թումոյին վերադառնամ Թումոյում հիմնական սկզբունքներից մեկը որ համեմատականի արիտները շատ քիչ լինեն որովհետև դու եթե քո այսօրվա դիրքից մի 10 անգամ ավելի զարգացար էական չի որ ուրիշը քեզանից ավելի լավ է անում եւ այլն մեծ արժեք ձեռք բերեցիր իսկ դասական դպրոցում ամեն րոպե հասկանում ես որ դու 7-րդ դիրքում ես եւ ոչ առաջին ասենք եւ մոտիվացիան աշխատելու եւ ինքնազարգացումով զբաղվելու քչանում է հա այս վերջերս մի հատ հոկեբանի ոդքաստ եմ լսում ասում էր անգամ չգիտեմ մեծ տարիքով իր հաճախորդներից շատերը
կարան հիշեն օրինակ 20-30 տարի առաջ, որ իրանց ծնողները իրան համեմատել են ինչ-որ ուրիշ երեխայի հետ։ Ամենածանր հիշողություններից է շատերի, որ իրան համեմատում են ինչ-որ մեկի հետ, ասում են, տես են մեկը 5 ստացավ կամ դու 4 ստացար կամ այդ մարդու վրա բարձվում է տենց խորը հետ կա թողում սաղ կյանք։ Եթե ուզում ես էլիտաներ ցավավորել, գտնել այդ մի 10 հոգին, որ գնալու են օլիմպիադայի մեդալ են շահելու, միգուցե լավ մոդեցում է։ Բայց ես ուզում ես երգիր զարգացնել, հա, մի ունել մի տասնյակ հազար եւ ոչ թե 10 օլիմպիադական ասենք։ Այդ դեպքում այդ Կերազանցիկի ինստիտուտը լավ չի աշխատում։ Ես միշտ լավ չեմ հասկացել այդ օլիմպիադաները, այդ obsession էլի, ոնց որ հա անպայման գնանք օլիմպիադա հաղթենք, այդ որտեղից է գալիս, էլի սովետական, ինձ թվում է սովետական բանից է մնացել, համակարգից, բայց այսօր ինձ թվում է պետք է մարդկանց սովորացնել ինչ-որ մի բան ստեղծել, փորձել, անել, ու այն ինչ-որ դու ստեղծում ես, կարող ընդհանրապես ուրիշ բանի հետ կարող չկարողանաս համեմատես։ Նաև ուրիշ բան կա, որ եթե մենք կարողանայինք այդ լավագույններին լավ ընտրել, էլի կարող ես ասել, որ այդ իրանք փրկելու են մեզ, որովհետև 10, ասենք, genius ունենալը շատ մեծ արժեք է։ Բայց շատ դժվար է իրանց լավ ընտրելը։ Դպրոցում հաճախ կերազանցիկները ուղղակի այդ բիդակն են ունեն, որ իրանք կերազանցիկ են, եւ հետեւաբար պետք է լավ անեն։ Անտին մի ուրիշ 7 երեխա կա, որ իրանից շատ ավելի կարող է մեծ ունակություն ունեն, բայց այդ չստացան, այդ դինամիկայի մեջ չմտան, ասենք։ Հա։ Եվ այդ picking winners ասում են ակնեն, չէ՞, փորձել հաղթողներին գտնել, հա։ Գտնել եւ իրա վրա ներդրում անել, հաջող արդյունքում չես ստանում իսկական կերազանցիկը, ստանում ես մի յոլա ես գնում, էլի, դրազներով։ Որտեվ երևի այն աշխարհը, որտեղ ապրում ենք, շատ ավելի բարդ է, կոմպլեքս է ու մենակ գնահատականով կամ օլիմպիադա հաղթելով դժվար է կանխատեսել իրական կյանքում այդ մարդը ինչ հաջողություններ կունենա։ Բայց իհարկե հպարտ ենք մենք եւ երբ օլիմպիադա հաղթում է մեր ասենք համատասարանցին կամ մեր երեխան, թեկուզ ասենք բրոնզ, հա, շատ ուրախանում ենք։ Հա, ուրախանալու է, բայց օքեյ։ Այդ պարտությունը օրինակ երեք ընկերոջս գործընկերների հետ է շփվում Վրաստանից ու որ մշակույթի մասին խոսում ենք, իրանք էլ էին նույն բանը ասում, ոնց որ ինքը երբ որ պատմում էր վրացիների մասին, ոնց որ ես պատմեի հայերի մասին, էլի, ու այդ հպարտությունը ինքն է նշեց, որ ասում է, շատ հպարտ ենք, ասա, ինչի վրա ենք հպարտ չգիտեմ, բայց ահավոր հպարտ ենք, այդ երևի գալիս է նրանից մեզ ոնց են սովորացրել, թե մենք ով ենք, ոնց են պատմությունը մեզ մատուցել, ու ինքնությունը մեզ ոնց են տվել, կարող է չգիտեմ լավ է դա, բայց մյուս կողմից շատ տեղեր խանգարում է, որովհետև արհեստական ինչ-որ սպասումներ է ստեղծվում քո մոտ, որը իրականության հետ կարող է այդքան կապ չունենա ու դու ինչից ոնց որ չես հասկանում խի դու ավելի լավ չես ապրում։ Այո, չէ, հպարտ լինելը շատ կարևոր է, բայց պետք է հիմնավորված լինի։ Նույնիսկ ես վերջին մի քանի տարի մտածում եմ, որ ազգային անվտանգության հարթակի վրա էլ դա շատ կարևոր է, որ ասենց կամայականց ով չհպարտանանք, որտեղ դա տանում է, ասենք, քո թույլ կետերի նկատմամբ անկիդագից լինելուն, հա, որ եթե կարողանում ես անկախ ամեն ինչից հպարտ լինել, անկախ որակներից, անկախ իրականությունից, որ հաջող տենց է ստացվում, արդյունքում քո թույլ կետերի վրա չես աշխատի։ Հպարտությունը շատ լավ բան է, շատ կարևոր է գիտակցելը քո մշակույթը, քո արժեքները, քո սեփականությունը ինչ է, բայց պետք չէ լինի կամայական, պետք է լինի հիմնավոր։
Հա, մյուս կողմից է անցյալով հպարտանում ենք, ինչ որ մարկանցով հպարտանում ենք, որոնք ապրել են, չգիտեմ, մի քանի հազար տարի առաջ ու հələ հարց է այդ տեղեկությունը, որ այդ մարկանց մասին մենք ունենք, ճիշտ է, չէ՞ սխալ, բայց այսօր մեր կողքին ինչ որ հարևան ընկեր կամ ծանոթ, որ փորձում է, ռեալ փորձում է ինչ որ նոր բան ստեղծի, լավ բան անի, դառնում է ծաղրի աղարկա։ Բայց կան, չէ՞, ժամանակակից հերոսներ էլ։ Հա, բայց այնքան դժվար է այսօրվա Հայաստանում դու լնես ժամանակակից հերոս, որովհետև չգիտեմ, շատ անգամ ոչ թե աջակցում են, այլ խանգարում են, քարկոծում են, այս չասեցի, իրեն չարեցիր, կամ այս ով է, որ մենք իրանով հպարտանանք, չգիտեմ, Սփյուռքա հայա, Գորիսեցիա, Վանաձորցիա, ինչ-որ անընդհատ ինչ-որ արհեստական վատ պիտակներ ենք գտնում, որ այդ մարդիկ, որ փորձում են, իրոք փորձում են ինչ-որ մի բան փոխեն այս հարակսարակության մեջ, որ շատ անգամ քարացել են ինչ-որ մտածելակերպեր ու պետք է դրանք փոխել, այդ մարդկանց մենք չենք գնահատում։ Կարծում ես, որ դա հայկական իրականություն է, թե համամարտկային։ Մենակ հայկական չի, բայց մեր մոտ մի քիչ շատ շեշտված է այդ։ Twitter, որ մտնում ես, Ամերիկայում էլ ես տես բաներ տեսնում, չգիտեմ, Ռուսաստանում էլ ես տեսնում, տարբեր տեղեր տեսնում ես, բայց նաև տեսնում ես, որ կա բանակ, որը պատրաստ է այդ մարդուն աջակցի ու այն մարդիկ, որ փորձում են ոտնահարեն իր ստեղծածը, իրանց հետ կռիվ տաս։ Մեր մոտ այդ պաշտպանողների բանակը ոնց որ շատ ավելի пассив է, քան այն մարդիկ, որ անընդհատ հարձակվում են քո հարացի վրա։ Ես երբ Հայաստան եկա երբ 20 տարի առաջ, 22 տարի առաջ, նկատեցի, որ կա մի որոշ ստրատեգիա, հա, ոմանց մոտ, որ ուրիշների ցախողության հաշվին պետք է հաջողվել, հա, որպես համարյա երթասմանը չի կարելի հաջողության կնալ, եթե այս մյուսը չցախողվի։ Բայց այդ քիչ եմ տեսնում արդեն եւ մանավանդ երիտասարդների մոտ այդ արդեն sense հիշողություն է, հետարքիրեր, այդ տարիները եւ այլն, բայց այդ դրանից չենք տարավում ինձ թվում է։ Հա, երիտասարդները էլ չեն տարաբես երիտասարդները։ Հա, շատ լավ է, շատ լավ նշան է։ Այո։ Լավ լուր եմ բերում։ Չէ, եթե այդ առումով փոխվել ենք, այդ շատ լավ է, որովհետեւ չգիտեմ ուրիշների մոտ ոնց է, ինձ ամենայն դեպս մարդիկ շատ են ոգևորում, որ տեսնում են, որ մարդ ինչ-որ բան է փորձում անի, ու այս ոդկասթի իմաստներից մեկն է հենց այդ, որ այդ մարդկանց գտնեմ, որ ինչ-որ հետաքրքիր բան անում, որ պատմի, մենք է ոգևորվենք դրանով, մենք է փորձենք բոլորս ինչ-որ մի հետաքրքիր բան անենք, որովհետև ինձ թվում է մարդ ոգևորվում է ուրիշ մարդկանց արածով ու ուժով, վստահությամբ, ինչի՞ չէ դուխով, այդ բառը ճիշտ է, շատ տարբեր կոնտեքստներում է օգտագործվում, բայց համենայն դեպս մարդիկ կան, որ չեն վախենում, որ քայլ անում են, որ ինչ-որ մի բան փոխեն իրենց միջավայրում։ Չգիտեմ, անգամ եթե չգիտեմ, փոքր բանից են փորձում սկսեն, օրինակ, հարևանիդ ասես աղբա մի թափի։ Հա, մի հատ Վանաձորցի տղակա, որ Instagram-ը մեջ ունի ու Facebook-ում է երևի, որտեղ ցույց է տալի ոնց է մաքրում քաղաքը։ Հա։ Ու ինքը հենց դրանով է զբաղված ու երբ որ մարդիկ աղբ են թափում, մոտենում ասում են ինչ եք անում էլի, ու դա սովորաբար կարող վերածվի կռվի, բայց ինքը չի վախենում ու հետ ասում է մի արա։ Եվ հրապարակում է, հա։ Հա։ Ու դա կարող է ինչ-որ մի բան փոխի։ Որտեվ նայեք, երկու հատ ոնց որ թեզ կա այդ մաքուր քաղաքի հետ կապված։ Մեկը այնա, որ ամեն տեղ է թափում են, պետք է անընդհատ մաքրվի, մյուսը ասում են, եթե չթափեն, անընդհատ կարիք է չի լինի մաքրելու, ու ամեն մեկի մի թեզի կողմնակից է, բայց իրականությունը երևի մի քիչ ավելի մեջտեղում է, որ լավ մաքրում են, ամեն շատ չեն թափում։ Քաղաքաշինության մեջ broken windows տեսությունը կա, որ ասում է
եթե միտեղ աղբ է թափվել, շատ ավելի հավանական է, որ դու էլ հենց այնտեղ թափես աղբը, հա։ Իսկ եթե մաքուր է, դու այդ աղբը չես թափի, որովհետև իհարկե սա մաքուր տարածք է։ Այսինքն իսկապես այդ տուղ արածը շատ արժեքավոր է, որովհետև եթե այդ քրիտիկական մասան մաքուր վայրերի է, ստացվի, կարող է իսկապես շրջադարձ կատարենք։ Հա։ Ասացեք, որ շատ եք սիրում կարդակ, 5 գիրք խորտ կտակ։ 5 հատ։ Միգուցե մի հատ խորտ։ Երկուսի վրա պայմանավորվենք։ Գոչվում է Determined, վերջերս նոր եմ կարդացել։ Շատ արկիր գիրք է, չգիտեմ, եթե 100%-ով համաձայն եմ իր թեզերի հետ, բայց խոսքը գնում է ազատ կամքի մասին, ասում է չկա ազատ կամք։ Հա։ Եվ փորձում են նույնիսկ նեյրոնային մագարտակից մինչև մշակութային, մինչև պատմական, մինչև էվոլյուցիայի մագարտակի ապացուցել, որ ազատ կամքը գոյություն չունի։ Եվ շատ գիտական, շատ հիմնավորվելով եւ իհարկե դժվար է համաձայնվել, բայց գիրքը շատ արկիր է, առաջարկում է։ Սթենֆորդի մի հատ հայտնի գիտնական կար, չէ՞, ոնց որ ինքն էր գրել։ Այո։ Ռոբերտ Սապոլսկի։ Սապոլսկի, այո։ Ռոբերտ Սապոլսկի Determined գիրքը։ Իսկ երկրորդը։ Երկրորդը գիտեք, ես շատ վեբեր եմ կարդում վերջերս։ Կոնոման non-fiction չեմ կարդում շատ։ Բայց դա արկիր Sal Kani, Khan Academy, գիտեք Khan Academy։ Վերջին գիրքը հենց AI գրթության մասին։ Կոչվում է Bold New World։ Հա։ Արժի գարտան։ Իսկ այս մինչև մեր հիմնական վերջի հարցին անցնելը մի հատ թեմա կա, որի մասին կուզեի անպայման խոսակ։ Ձեր կարծիքով AI-ը այս պայդրությամբ overhyped է, շատ ենք արդյոք AI-ի մասին խոսում ու իր մասին խոսալն ու մարքեթինգը ավելի շատ է, քան իրականությունը, թե ռեալ ինքը տեխնոլոգիա, չգիտեմ, printing press-ի նման, որը փոխեց աշխարհը։ Եդակրի միաժամանակ այո եւ ոչ, այո printing press-ի նման աշխարհը փոխում է եւ փոխելու է, բայց այդ hype-ը որ գնում է, սխալ ուղղությամբ է գնում, այսինքն AI-ի մասին ինչեր են ասում, որոնք շատ երևակայական են, չափազանցված են, մարքեթինգային նպատակներ են հետապնդում, բայց դրա զուգահեռ իրականություն կա, որը չի կարելի անտեսել, իսկապես հեղափոխական տեխնոլոգիա է եւ մեր կյանքերը փոխելու է։ Ուղղակի պետք է կարողանալ այդ hype-ը ավելի խորքային հիմնական իրականությունից տարբերել։ Իսկ դա ոնց անենք։ Ինչպես միշտ թերահավատ գիտական մեթոդապանությամբ շատ կարդալով ինքնուրույն գոմնորոշվելով եւ չդպավորելով այս կամ այն հեղինակի ասածից այդ մեկը չի փոխվել այդ թերահավատ լինելու մեթոդապանությունը միշտ էլ աշխատում հա անպայման հարցի տակ դնել ամեն ինչ այո չնայած դա շատ դժվար է հատկապես երբ որ լսում ես մի բանի որի հետ դու համաձայն ես բայց կարևոր է բոլորին լսել ասի այդ մույս մոդեցումը որ չէ ես չեմ էլ լսում այդ չեմ հավատում իսկ սկզբանե չէ պետք է լսել մտածել բայց ինքնուրույն կողմնորոշվել հասկացա ու դա նաև սովորացնում եք Թումոյի փորձում ենք այո ոչ ուղագի ձևով չենք երբեք այս բառերը չենք ասում բայց ամբեսի գացություններ ենք ստեղծում որ իրանք հաջողելու համար որպես իրանց նպատակներին հասնեն պետք է այդ soft skill-երը իրանց մոտ զարգացնեն եւ ստացվում է իսկ ձեր կարծիքով Թումոյի մոտ որպես պրոյեկտ որպես ծրագիր ամենալավ ինչն է ստացվել տարիների ընթացքում ինձ թվում է այդ մենք ասում ենք walk away pedagogy այդ բանը որ ուսանողները գալիս են մնում են մեզ այդ տարիներով առանց որևէ քննադատականի քննության
եւ այլն, այսինքն այդ առանց ուզելու աբացուցել ենք, որ իսկապես հնարավոր է շատ մեծ չանկեր ակնկալել սովորելու հանդեպ սեր ակնկալել ուսանողների կողմից երիտասարդների առանց մրցակցության, առանց բաժելու, առանց գնահատականի։ Դա մեզ համար համարի անակնկալ էր, որ ստացվեց։ Ասիկա հատուկ այդ չեք ուզում ստանալ։ Շատ չենք մտածել դրա մասին, ներմտքով չի անցել, ասենք, գնահատական եւ այլն, բայց որ այսքան խոշոր քանակով բառացիորեն տասնյակ հազարներով ամեն շաբաթ հաջողում են թվում, այդ մեկը չենք սպասում, չէ։ Մեզ թվացել էր, որ մի քանի 100, մի քանի հազար շատ հadoop մտածողություն ունեցող երիտասարդ կուզենա թումով զբաղվել, բայց չէ, բոլորն են ուզում։ Այդ անակնկալ էր։ Ու երևի շատ լավ նշան։ Այո, իսկապես։ Այդ շատ ուրախացնում է բոլորիս։ Իսկ ձեզ ինչն է vocation-ում, ինչն է ոգևորում։ Շատ բաներ իհարկե, բայց իմիջայլոց Թումոյի աշխատակազմը։ Հա։ Որովհետև հիմա ունենք 750 տենց աշխատող, որոնք միգուցե կարող են ուրիշ ոլորտներում աշխատել մի քիչ ավել փող, հա, ավելի տասական ոլորտներում եւ այլն, բայց մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, սենց տեսնում են, որ այս շահույթ չդավանտող ցերնարգը ավելի կարևոր գործ է անում, քան ասենք երթալ եւ գամբլինգի կամ խաղեր ստեղծող գազམ་ագործության մեջ աշխատելը։ Եվ այդ քիտակից որոշումը, որ ամեն օր կատարում են, շատ է ուրախացնում ինձ։